Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Եղոյան հրավերն ընդունելու համար։ Մի քանի հարցեր ունենք, սկզբից սկսենք Եվրամիության Հայաստանում նոր առաքելությունից, սա առաքելություն է, որը պետք է պայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ։ Այս օրերին հարց կա հետևյալի հետ կապված, սա որքանով է ընտրություններին հետ կապված եւ ինչու է հենց հատկապես ընտրություններին ընդառաջ այս նոր առաքելությունը ներդրվում Հայաստանում։ Շնորհակալություն հրավերի համար, այդ առաքելությունը գիտեք, որ մենք ենք, ի սկզբանե ընդհանրապես մենք խնդրեցինք հիբրիդային հարձակումների դեմ մեզ աջակցություն տրամադրել եւ գիտեք, որ Եվրամիությունը արդեն իսկ 15 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել է, սա էլ ուրեմն ի հավելում են դրա արդեն Եվրամիության դիտորդական քաղաքացիական առաքելության տեսքով արդեն երկրորդը ստացվում է Հայաստանում առաքելության տեսքով աջակցությունը, քանի որ երևույթը ինքը նոր է աշխարհում եւ քանի որ Եվրամիությունը այն երկրներից է, որը առաջիններից մեկն այն միություններից է, որ առաջիններից մեկն է բախվել այս խնդրին եւ իրենք ոնց որ ասած հենց process-ի ընթացքում են նաեւ սովորում, իրենք էլ են process-ի ընթացքում սովորում ճանաչել ուրեմն հակադարձել, պայքարել այդ հիբրիդային ինֆորմացիոն հարձակումների դեմ, իրենք այս ձևաչափով եւ ոչ միայն ընտրությունների կոնտեքստում, այլ ընդհանրապես պետության ինֆորմացիոն դիմակայության կոնտեքստում առաջարկեցին այս տարբերակը, առաջապահ խումբը արդեն իսկ եկել էր, հիմա մենք սպասում ենք բուն հիմնական առաքելությանը, գիտեք, ես ձեզ ասեմ, Եվրամիության անդամ երկրներում էլ հատկապես Արևմտյան Եվրոպայում իրենք էլ ահռելի մեծ, ուրեմն դեզինֆորմացիոն արշավների են բախվում, ահռելի մեծ deepfake-երի, ուրեմն տարբեր տեսակ, ուրեմն Եվրամիության գաղափարը դիսկրեդիտացնող սուտ, շատ հաճախ ուղղակի սուտ տեղեկությունների ոչ պակաս հաճախ մանիպուլացնող տարբեր թվեր, տեղեկություններ եւ այլն, մի բան, որ մենք այսօր Հայաստանում էլ ենք տեսնում, սկսած deepfake-երից, deepfake-ը, այսինքն շատ բարձր որակով իրականացված մեդիա նյութն է, որը ամբողջությամբ սուտ է, այսինքն դա կարող է լինել ֆոտո, կարող է լինել վիդեո, կարող է լինել ձայնագրություն, կարող է լինել հղում որևէ հեղինակավոր լրատվամիջոցի, որը 99%-ով, այսպես ասած, նման կլինի այդ լրատվամիջոցի եւ ասենք դիզայնի եւ նույնիսկ հղման լինքը կլինի 99%-ով, նույնը 1 տարի 1 թվի տարբերությամբ, նույնիսկ պրոֆեսիոնալ աչքի համար ժամանակ պետք կլինի դա բացահայտելու համար, ես գիտեմ, որ Հայաստանում էլ հիմա անկախ լրագրողական հարթակները, կազմակերպությունները միավորել են իրենց ջանքերը, վերջերս տեսահայտարարություն այդ մասին, նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ եւ այո, սա գործելու է ոչ միայն ընտրությունների կոնտեքստում, այլ ընդհանրապես դրանից հետո էլ, քանի որ ինֆորմացիոն պայքարը չի ավարտվելու ընտրություններով։ Դե հենց այս կոնտեքստում են դիտարկում օրինակ քննադատները այն, որ սա օրինակ արտաքին միջամտություն է, կամ որ սա ընտրություններին ընդառաջ է, որպեսզի գործող իշխանությանը որոշակի աջակցություն լինի։ Ո՞րն է այս ամենին ձեր գնահատականը։ Հասկանանք, ինչ է նշանակում արտաքին միջամտություն, ընդհանրապես այդ ձևակերպումը փորձենք մենք հասկանալ։ Արտաքին միջամտություն կոչվում է այդ միջամտությունը, որը տեղի է ունենում առանց տվյալ պետության իշխանության համաձայնության ընդհանրապես, այսինքն սա մեկ, երկրորդը մենք խնդրել ենք Եվրամիության մեր գործընկերներին օգնել մեզ արտաքին միջամտության դեմ, ինֆորմացիոն միջամտության դեմ պայքարելու հարցով, այսինքն Եվրամիության այս առաքելությունը ինքը իրենով առանձին ինֆորմացիոն դաշտ չի ստեղծելու, ինքը առանձին նարատիվ չի գեներացնելու, ինքը եթե որևէ տեղ չհայտնաբերի արտաքին միջամտություն, ինֆորմացիոն գրող, չգիտեմ, կեղծ տեղեկատվության տարածում, կոպիտ ասած ինքը ոչինչ ուղղակի չի անելու։ Ինքը ուղղակի ստացվում է նայելու է դաշտը, տեսնի, որ ամեն ինչ նորմալ է եւ արձանագրելու է, որ ամեն ինչ նորմալ է, այսինքն այս առաքելության ճիշտ ինչպես օրինակ մեր մյուս դիտորդական առաքելությունը Եվրամիության սահմաններին կանգնած։ Եթե սահմաններին որևէ միջադեպ չկա, որևէ կրակոց չկա,
իրենք ինչը իրենք պիտի արձանագրեն, որ որևէ կրակոց չկա։ Եթե կրակոց կա, արձանագրում են, որ կրակոց կա եւ որ կողմից է այդ կրակոցը։ Ճիշտ է համեմատության մեջ դուք կարող եք իրավիճակը հասկանալ։ Իրենք առանձին որևէ, ինչ ասեմ, ոչ քարոզարշավ, ոչ ինչ որ Բայց իրենք մասնակից լինելու են կամ որևէ կերպ ներգրավվելու են ընտրական գործընթացներին։ Սրա կոնտեքստում է գուցե հասկացվում, որ արտաքին ընտրական գործընթաց ասելով, եթե նկատի ունեք կողմերից որևէ մեկի կողմից, ոչ, բայց եթե կողմերից մեկը, չգիտեմ, տարածի որևէ կեղծ տեղեկություն, ասենք, պարզ չի, ասենք հիմա տեսնում եք։ Դա են ասում, օրինակ ընդդիմադիրների տարբեր հայտարարություններ կարող են որակվել որպես կեղծ տեղեկություններ։ Սա արդյոք ուղղված կլինի ընդդիմադիրների դեմ, թե չէ։ Դե կեղծ լինեն, ուրեմն կեղծ են, էլի։ Դա ընդդիմադիր լինի, չլինի, թող չտարածեն կեղծ տեղեկություն եւ չի որակվի որպես կեղծ։ Հիմա եթե օրինակ, չգիտեմ, ասեն, որ վարչապետը առանձնատուն է գնել բանում, Մարսելում եւ դա հերկվի, թող սուտը չտարածեն եւ սուտնել չի հերկվի, հենց այդ էի ասում, բայց ընդհանրապես մենք նաեւ այս առաքելության օգնությամբ ընդհանրապես նաեւ սովորելու ենք ճանաչել այդ կեղծ տեղեկությունը նաեւ մեր հանրությանն ենք դա այսպես ներկայացնելու այն գործիքները, այն նշանները, որով կարող են իրենք կեղծը ճշտից նկատի ունեմ բառի բուն իմաստով կեղծը, ոչ թե ինչ որ ասենք մի խոստում, որը անիրականանալի է, դա մասին չի խոսք, այլ ուղղակի կեղծ ինֆորմացիան, մի տեղեկություն, որը ընդհանրապես չի եղել կամ եղել է ոչ այնպես, ինչպես ներկայացվում է, կամ ավելի նուրբ ինֆորմացիոն արշավները, ոչ ուղիղ կամ անուղղակի ստերը, ավելի նուրբ այսպես մանիպուլյացիաները, գիտեք, մի բան, որը բազմաթիվ հարթակներ արդեն իսկ անում էին, չէ՞, փաստերի ստուգման հարթակ մենք ունեինք մինչև այդ այո FIP-ը մինչև դրանից հետո էլի ասեցի տեսա որ ֆակտորը եւ եւս 2 թե 3 լրատվական չեմ հասցել ամբողջությամբ ծանոթանալու էլի հայտարարեցին որ civil-net ունի նման էլի կարծեմ փաստերի ստուգման նման հարթակ իրենք էլ են դառնում այ դրան նման մոտավորապես ուղղակի ավելի մեծ փորձով ավելի մեծ խնդիրների բախված այնտեղ Եվրամիությունում եւ ավելի մեծ կարողություններով։ Իսկ քննադատությունն այն մասին, որ սա ուղղված է կոնկրետ մեկ երկրի դեմ, դուք դա ո՞նց եք մեկնաբանում։ Մեկնաբանելու շատ բան այդտեղ չկա։ Մենք նման տարանջատում չենք դնում։ Մենք նայում ենք թե որտեղից է գալիս։ Հիմա ես այն անգամ էլ ասեցի, հիմա եթե դիցուկ օրինակ այն թուրք լրագրողը ով ինչպես պարզվեց Դոնբասի քաղաքացի էր որ կեղծ լուրեր էր տարածել վարչապետի մասին, կեղծ լուրեր էր տարածել թե իբր թե Հայաստանում պետքա, չգիտեմ, մզկիթներ կառուցվեն չնման պայմանավորվածություն, իբր թե կա դա մեր այդ ընդդիմադիր կոչված լրատվականներ շատ շուտ տարածեցին, ակնհայտ տեսնելով որ կամ պիտի տեսնեին որ դա կեղծ է, ակնհայտ է որ դա կեղծ է, տարածեցին, հետո պարզվեց որ դա սուտ է։ Նման բաներ, այսինքն մենք չենք տարանջատում, ասում դու այս մեկը թուրք լրագրողա Դոնբասի քաղաքացի, թե այն մեկը ռուս լրագրողա Թուրքիայի քաղաքացի։ Կարող է այնպես էլ լինի, կարող է այնպես էլ լինի, կարող է մեկ լրիվ այլ երկրի քաղաքացի լինի, կարող է հենց Եվրամիության քաղաքացի իդեպ լինի, դա էլ ձեզ ասեմ, նման դեպքեր էլ կան, այս բոլորովին վերջերս մի բրազիլացու, չէ, բացահայտեցին, որ էլի այդ նույն գործով զբաղված Բրազիլիայի քաղաքացի էր, եթե չեմ սխալվում։ Եվրամիության, ուրեմն իսպանացի լրագրող էին բացահայտել, հիշում եք։ Իսպանիայի քաղաքացի լրագրող, ով ինչպես պարզվեց, աշխատում էր, եթե չեմ սխալվում, ռուսական հատուկ ծառայությունների համար։ Կարող է մեկ այլ տեղից էլ, այսինքն դա, գիտեք ոնց, դա բանով չի, էլի, դա երկրներով չի տարանջատվում, այլ ինֆորմացիայի կեղծ կամ ճիշտ լինելով, հիմա թող չգա այդ կեղծ ինֆորմացիան, հակադարձություն էլ չի լինի, ինչ կարող եմ ասել։ Այս մասով մի հարց եւ անցնենք այլ թեմայի, եթե ընդդիմությունը ընտրությունից հետո հայտարարի, որ սա արտաքին ազդեցության տակ տեղի ունեցած գործընթաց էր, խոսքը ընտրությունների մասին է։ Ինչը։ Օրինակ, որ այս առաքելությունը որոշակիորեն անուղղակիորեն, այսպես ասեմ, ազդել ընտրությունների արդյունքների վրա եւ հայտարարի, որ արտաքին ազդեցության տակ են անցել ընտրությունները։ Սա չի զրոյացնի գործընթացի լեգիտիմությունը ընտրությունների։ Ոնց էլ խիստ բառեր օգտագործեցիք զրոյացնի։ Իրանք իբր թե ինչ ունեն, որ մի բան էլ կամ իրանք ասածը ինչ պետք է լինի, որ մի բան էլ զրոյա, իրանք ընդհանրապես որևէ բան չեն կարող զրոյացնել։
սկսենք այդտեղից, բայց նույնիսկ եմ ասում, այս առաքելությունը ինքը առանձին քարոզչություն չի իրականացնելու եւ մենք հնդածը ստավ ասելով չի մենք ընթացքում պետքա տեսնենք չէ օրինակ ընթացքում եթե իրենք հանդես գան քարոզչությամբ ի պաշտպանություն իշխանության կամ ի վնաս գործող ընդդիմության դա պետքա փաստելով չէ դա ասելով չի ուղղակի բնականաբար կեղծ լուրերի հերքումը մեզ օգուտ է բնականաբար բայց դա ընդհանրապես ժողովրդավարությանն է օգուտ եւ բոլորին է օգուտ ոչ մեկ չի ուզում չէ կեղծ լուրերի ազդեցության տակ գնա ընտրությունների իսկ ձեր այդ գնահատականը կարծում զրոյացնել ասվածը ընդհանրապես մենք երկու համապետական ընտրություններ ենք ունեցել 18 եւ 21 թվականների բազմաթիվ համայնքային ընտրություններ ենք ունեցել եւ որևէ դիտարկում, որևէ դիտողություն, որևէ ինչ ասեմ, նույնիսկ մի թթու խոսք, այսպես ասած, որևէ դիտորդական առաքելության կողմից չի հնչել եւ իրենց կողմից էլ չի գնահատականներ ունի, որ դե հիմա առաջ չի եղել դա, բայց հիմա հաշվի առնելով որ ընդդիմությունը տարբեր գնահատականներ ունի նույն այս առաքելության հետ կապված, որ դա կարող է նաև դիտարկվել որպես արտաքին միջամտություն եւ չի բացառում որ նման հայտարարություններ ռուսամետ ուժերի կողմից իրանց Ռուսաստանի նախագահը կոչվում է ռուսամետ ուժ, դա իրանց չի հուզում դա իրանց չի հուզում Ռուսաստանի փոխվարչապետը իր այդ ընդդիմության այդ կուսակցության առաջնորդներից մեկ Սամվել Կարապետյանին կոչվում է բան ռուսաստանցի գործարար դա իրանց չի հուզում Դե իրանք դա չեն ընկալում որպես արտաքին աջակցություն կամ էլ հակադարձություն ասում են դե վենսն էլ ձեզ էր աջակցում Ինչպես Դե վենսն էլ ձեզ էր աջակցում եթե տրամաբանությամբ Վենսը աջակցում է խաղաղության օրակարգին Վենսը աջակցում է Վենսը լսեք ցանկացած դե կներեք ինչ արած հիմա եթե մեր օրակարգը համընկնում է ԱՄՆ ատարածաշրջանում ԱՄՆ հետապնդած շահերի հետ, եթե դա բխում է մեր պետության շահերից, դեռ որևէ վատ բան ես չեմ տեսնում։ Այսինքն ամեն պետության ներկայացուցիչ, լինի ԱՄՆ փոխնախագահը, թե լինի որևէ այլ պետության փոխնախագահ կամ նախագահ, իր պետության շահերն է առաջ տանում։ ԱՄՆ փոխնախագահը ոչ թե ի օգուտ մեզ է ինչ որ բան ասել, այլ ի օգուտ այն օրակարգի, որը իրենք պաշտպանում են այս տարածաշրջանում։ Եթե իրենք պաշտպանում են խաղաղության օրակարգը, դա է հայտարարել, թող իրենք էլ խաղաղության օրակարգը պաշտպանեն, թող իրենք էլ պաշտպանեն, թող իրենք էլ ասեն, մենք, բայց եթե իրանք վեր են կենում, ասում են, եկեք BRICS-ին կպցնենք TRIP-ին։ Ինչ էին ակնկալում, որ ԱՄՆ փոխնախագահը գալու է, ասի, վայ, ուրա, ինչ լավ է։ Չինաստանին ուզում են բերեն խառնեն իմ պրոյեկտի մեջ։ Օրինակ, այսինքն պարզ տրամաբանություն է, չէ՞, թող իրենք էլ այտենց, թող իրենք էլ ճիշտ հաշվարկեն, ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող գործընթացները Այդ գործընթացներում Հայաստանի ռեսուրսները եւ հնարավոր լավագույն արդյունքը Հայաստանի համար կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով եւ ըստ դրա արդեն դա ներկայացնեն ժողովրդին եւ ժողովրդից ստանան քվե Վենսը, մյուսը հիմա բանը եվրոպական քաղաքական համայնքի համաժողովն լինելու կարող է, չնայած էլ են ասում Կարող եմ ատել ասեմ, բայց ինչի են գալիս, բայց ինչի է Մակրոնը պետական, այցով գալիս, բայց ինչի է Մակրոնը այս խոսքերն ասում, բայց օրինակ շեշտադրում կա անուղղակիորեն, որ սա կարող է հակառուսական տրամադրություններ ստեղծել։ Օրինակ, եվրոպական քաղաքական գործիչները անեն ինչ-ինչ հայտարարություններ հակառուսական, որը կհնչի պաշտոնական Երևանից որպես հարթակ, կապված օրինակ Ուկրաինայի եւ Ռուսաստանի իրավիճակի հետ։ Այդ դեպքում կարող է գնահատվել, որ այս քաղաքական կարևորագույն միջոցառումը հակառուսականության ընկալումները կարող է նաև խորացնել։ Դե այն որ հնչում է, բայց այն որ Եվրամիությունը եւ Ռուսաստանը որոշակի հակամարտության մեջ են այսօր գտնվում, դա փաստ է, բայց այդտեղից ամենևին չի բխում, որ Հայաստանը այդտեղ պետքա իր հարաբերությունները սառեցնի այն մյուս կողմի կամ այն մյուս կողմի հետ։ Հայաստանի վարչապետը 1 ամիս առաջ Մոսկվայում էր, դուք տեսեք քննարկում տեղի ունեցավ տեսախցիկների առաջ նաև փակ ձևաչափում հետո դա շարունակվեցին երկու կողմ հետաքրքրության հարցերը քննարկվեցին, սա էլ մեր եվրոպացի, Եվրամիության կամ եվրոպական աշխարհամասի գործընկերների հետ քննարկումների մի հարթակ է, մենք այս անոր ձևավորված հարթակի անդամ ենք, մյուսների հետ ենք աշխատում, այն մյուսների հետ ենք աշխատում, այն մյուսների հետ։ Դա ինչա որ Հայաստանի վարչապետը կկարողանա եվրոպական խորհրդարանում կանգնի
իլուր բոլորի ասի, որ Իրանը մեր շատ լավ բարեկամն է, մեր դարավոր հարևանն է եւ դա այնտեղ կունենա ըմբռնում, թեև դու գիտեք, թե Եվրամիություն Իրան հարաբերությունները ինչպիսիք են։ Դա գիտեք ինչից է, որտեվ ինքը նույն հաջողությամբ Իրանին կարող ասի Եվրամիությունը մեր լավ բարեկամն է եւ մեր լավ գործընկերը։ Դա է դրա գինը։ Դրա գինն է նա, որ դու ոչ թե կողմերից մեկի համար մեկի շահերն ես փորձում սպասարկել ի վնաս կողմերից մյուսի, այլ քո պետության շահերն ես սպասարկում այս կամ այն կամ երրորդ կամ չորրորդ կողմի հետ հարաբերություններ եւ այստեղ շատ նորմալ ընկալում կա միջազգային։ Բայց եթե Երևանը որպես այդպիսին պաշտոնական հարթակ ընդունելով իսկապես հնչեն հայտարարություններ հակառուսական, դրանում որևէ ռիսկ, որևէ պատասխանատվություն Երևանի նկատմամբ կա թե չէ։ Ես մի քիչ լավ չեմ։ Հիմա երկկողմ հանդիպման ժամանակ էլ կարողա որևէ պետության կարող է Ֆրանսիայի նախագահը Հայաստանում իր պետական այցի ժամանակ մի որևէ հայտարարություն անի, որը աշխարհի մի որևէ երրորդ պետության կարող է դուրս չգա։ Ինչ եք դուք առաջարկում համաձայնեցնել բոլոր երկկողմ հանդիպումները երրորդ կողմերի հետ։ Օրինակ Ռուսաստանի պարագայում անցալելի կլինի, որ պաշտոնական Երևանից հնչեն հակառուսական հայտարարություններ։ Երևանից չի, Երևան քաղաքում, ձեր ասածով եթե։ Պաշտոնական Երևանը ոչ թե Երևանի կողմից, ոչ թե պաշտոնական Երևանի կամ Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից, այլ հենց Երևանում տարբեր քաղաքական գործիչներ եվրոպացի հակառուսական հայտարարություններ անեն, դա անցալելի կլինի Ռուսաստանի համար։ Դե իրենք թող ասեն, ես նախ չգիտեմ ինչ հայտարարություն կհնչի, բայց Երևանում ամեն մեկը ազատ է ասել այն, ինչ ինքը կարծում է եւ այսքանը լինի խոսքի ազատությունը քաղաքացի դա մարդու անօտարելու իրավունքն է, քաղաքացիությամբ չի սահմանափակում, օտար քաղաքացիներն էլ առավել եւս մեր հյուրերը, մեր գործընկերները, օտար պետությունների ղեկավարները կարող են իրենց դիրքորոշումները արտահայտել, մենք ինչ պիտի անենք դա սահմանափակելուն ուղղված եւ ինչ ենք ընդհանրապես մենք ընկել այս Կիկոսի մահվան պատմությունների մեջ այսինքն որ Երևանում չհնչեց Փարիզից ոչինչ Երևանում հնչել խնդիր կամ եթե Վարշավայից հնչեց ոչինչ եթե Երևանում հնչեց դա է խնդրեմը այսինքն դա է գիտեք դա է հետ սովետական այդ ընկալումների հարցն է, էլի, որ ընդհանրապես մեր պետությունը դիտարկում են որպես հետգաղութային մի ինչ-որ տարածք, որը պետք է ենթակա լինի որոշակի առանձնահատուկ կարգավորումների, որը պետք է առանձնահատուկ ինչ-որ այսպես չգրված կանոնների տիրույթում աշխատի, բայց մենք այդ քաղաքականությունը չենք տանում, մենք չենք նույնիսկ եմ ասում, մենք վարչապետը բազմիցս հայտարարել է, որ մենք որևէ պետության դեմ չենք գործում, մենք չենք գործում որևէ պետության դեմ։ Բայց եթե այլ երկու պետություններ իրար հետ խնդիրներ ունեն, Երևանում կլինի, Թբիլիսիում կլինի, Վաշինգտոնում կլինի, այդ մասին թե on-line մեկը live կմտնի մի որևէ տեղից ինչ-որ կարծիք կարտահայտի, դա այդ պետությունների գործն է մենք չի որ այսօր աշխարհը փակ է խոսալու տեղ չկա մարդիկ խոսափողներ աշխարհում չկան պիտի գա մեկը Երևանում խոսափող գտնի ու Երևանից խոսա եւ դա ինչ-որ մեկը սխալ այս քաղաքական մեծ իրադարձություններից Հայաստանի ձեռքբերումը որը պետք է լինի, որը որ գործնական կլինի, ոչ թե մեդիա իրադարձություն ասցիք Հայաստանի ձեռքբերումը որը կլինի այս քաղաքական մեծ իրադարձությունից եկեք նախ գնահատենք բուն իրադարձությունը ինքնին որպես ձեռքբերում, որովհետև աշխարհի մոտ 3 տասնյակ պետությունների ղեկավարներ կամ արտգործնախարարներ լինելու են Հայաստանում եւ ընդհանրապես այս որոշումը եկեք գնահատենք, որ կայացվել է եվրոպական քաղաքական համայնքում հանդիպումը անցկացնել Երևանում, սա քիչ բան չէ։ Բայց դա ինչու է այդպես որոշվել։ Որովհետև այդ գործընկերները կարևորել են մեր պետության դերը այդ համայնքում եւ կարծել են, որ իրենք այս միջոցառումը այստեղ մեր մայրաքաղաքում անցկացնելով կարող են նպաստած լինել այն օրակարգերին, որոնք որ Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն ծրում են միֆը, որ Եվրոպային մենք պետք չենք կամ Եվրոպան մեզ համար հասանելի չէ կամ մեզ այդպես սպասող։ Ես ինձ համար, գիտեք, ես կարող եմ մի քիչ տարակեր թվամ, բայց ինձ համար
այդ ընդհանրապես խոսույթը, որ ինչ որ սա նրան պետք է, նա նրան պետք չի։ Միջազգային հարաբերություններում ամեն պետություն եւ ամեն միավորում հետևում է իր շահերին։ Սա մեկ, հա, ոչ մեկ չի առավոտը չի զարթնում, ասի ինձ պետք է դու եւ դու։ Այդպես չի։ Առավոտյան զարթնում են, պատկերավոր ասած, եւ ասում են ինձ պետք է ունենալ սա եւ սա եւ սա։ Դիցուք ինձ պետք է իմ հարևանությունում խաղաղություն, օրինակ, հանգիստ, հնարավորինս անխոչնդոտ առևտուր, օրինակ, հա, ինչ պետք է մենք անենք դրան հասնելու համար։ Եկեք, ուրեմն աշխատում ենք այս պետության հետ, այս պետության հետ, այս պետության հետ, տեսնենք որտեղ է մեր շահերը համընկնում, համընկած շահերի գծով առաջ ենք շարժվում։ Այսպես է աշխատում, այնպես չի էլի, որ այս դա էլի կներեք էլի, իհարկե դա էլի այդ գաղութատիրական կամ հետ գաղութատիրական մտածելակերպի դրսևորումը, որ ասենք գերտերությունները կարող ասեն, ինձ պետքա, ասենք թե այսինչ աշխարհամասի, այսինչ կտորը, ինձ էլ մյուսն էլ ասի, չէ, ինձ էլ պետքա այսինչ կտորը, բաժանեն ազդեցության գոտիների եւ աշխարհը այդպես բլիթի նման կիսեն ու բանանեն ու այդ այսպես այդ կայսությունների դարաշրջանը, հա, սարքեն, այսպես ասած։ Այդպես չի, մենք ասել ենք մեր դիրքորոշումը, մեր տեսլականը, խաղաղություն, իրական Հայաստան, խաղաղության խաչմերուկ դա կոմունիկացնել ենք բոլոր գործընկերներին, սահմանափակում չենք դրել, մենք մյուս գործընկերների, ասենք Չինաստանի հետ տեսնում եք, մենք այսօր հարաբերություններ ենք զարգացնում, միջինասիական պետությունների հետ, ինչ ուրեմն դինամիկայով են զարգանում մեր հարաբերությունները։ Բա երբ որ ասում ենք խաղաղության խաչմերուկ, խաչմերուկը հենց դա էլ խաչմերուկ է, որովհետև ուղղությունը բանը ընթացքը մի ուղղությամբ չի եւ մեկ փողոցով էլ չի նույնիսկ, այլ երկու ճանապարհով երկուական ուղղություններով, այսինքն բարի բուն, մեր դեպքում բարի բուն իմաստով մենք խոսում ենք խաչմերուկից եւ նաեւ բարի փոխաբերական իմաստով, այսինքն շահերի ոչ թե բախման, այլ շահերի այսպես, գիտեք, համընթաց թեկուզ հանդիպակաց ուղղություններով, բայց իրար չբախվող ընթացքից ենք մենք խոսում։ Դիմադիրները կամ քննադատները, այսպես ձևակերպում անեմ, չեն համաձայնի ձեր այդ տեսակետին, որ դուք շահերի բախում չեք իրականացնում, այլ հակառակը։ Իրենք հակված են մտածելու, որ դուք աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը բերում եք այստեղ ու հակադրում եք միմյանց։ Որը շատ հղի է։ Այդ ձևակերպումները նույն Հայաստան աշխարհաքաղաքական կենտրոնը չի սпасելու որևէ պետության հրավերի, որ ինքը իր շահերը որևէ տարածաշրջանում փորձի սպասարկել։ Հայաստանը չի այդ շահերի բերողը։ Մեր աշխարհագրությունը այնպիսին է, որ մեր տարածաշրջանի այսպիսին կամ այնպիսին լինելով հետաքրքրված են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները։ Մեր աշխարհագրությունն է այդպիսին, որովհետև մենք գտնվում ենք, ինչպես ընդունված է ասել, քաղաքակրթությունների խաչմերուկում, առևտրային ճանապարհների խաչմերուկում, այսինքն որ կներեք էլի այդ Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, որ ձևավորվել էր Մինսկի խումբը, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ռուսաստանի համանախագահությամբ, այդ Հայաստանն էր ասել, այ ԱՄՆ խնդրում եմ դու, Ֆրանսիա խնդրում եմ դու եւ Ռուսաստան խնդրում եմ դու, ոչ ուղակի այնպիսին էր հետսովետական աշխարհաքաղաքական ճարտարապետությունը, որ իրանք ներկային չէ մեր տարածաշրջանի մեզ վերաբերող մեր ուրեմն կոնֆլիկտի հանգուցալուծմամբ զբաղվող հարթակի 3 համանախագահողները աշխարհի 3 ատոմային տերություններն են։ Այսինքն հենց նոր մենք զարթնեցինք, ասենք ով կա աշխարհում, խնդրում եմ համեցեք, իրանք չգիտեին, հարավային Կովկասի տեղը հայստեր չգիտեր, մեր գալով իմացան տեղը։ Լավ, մի քանի ներքաղաքական հարցի էլ գանք, քաղաքացու օրվա կապակցությամբ։ Բայց մենք կտենեք էլի ի տարբերություն իրանց, մենք չենք վարում այսինչ կամ այնինչ ուժին մեծ մեզ ոչ մեկ չի կարող ասել, այսինչա մեծ ուժ կամ այնինչա մեծ ուժ, ինչպես իրենց օրինակ ասեցին, ռուսամետ ուժ եւ իրենք ԿՊ-ի կողքին լինելով, այո, մենք կարող ենք ռուսամետ լինել։ Չէ, բայց այսինքն ձեզ հակառուս են ընկալում, իրենք ձեր կողքին կանգնելով կարող են ընկալվել, այսպեսի ձևակերպում իրենք ունեցել են։ Դա թյուրում բռնում է, դա իրանց տեսանկյունից։ Եթե հասկանում եք, պետք է նայել, թե ինքը որտեղ է կանգնած, եթե իրենք կալուգայից նայեն իրավիճակին, եթե իրենք նայեն իրենց հարաբերությունների պարադիգմով, իրենց պատկերացրած հարաբերությունների պարադիգմայով եթե նայեն,
կարող է իրանց մտքով նման բան անցնի, բայց երբ որ մենք նայում ենք ինքնիշխան պետության, մենք այդ էլ ասեմ, շատ այս թյուրիմբռնումը գալիս է այնց, որ մենք որպես ինքնիշխան պետություն, այդպես դեռ նոր ենք սկսում հարաբերություններ կառուցել, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի հետ, ընդհանրապես աշխարհի հետ։ Մենք մինչև այդ շատ հաճախ մեր մասին խոսել են Ռուսաստանի հետ, այդպես եղել է, չէ՞։ Եղել է, չէ՞, այդպես մեր հետ կապված ինչ-որ հարց քննարկվել է Ռուսաստանի, եթե իրանք դա են համարում նորմալ, դա կներեք, դա նորմալ չէ։ Մեզ հետ կապված հարցերում կխոսենք մենք, ինչ որտեղ կունենանք համաձայնություն, այդ թվում եւ Ռուսաստանի հետ, այդ թվում ԱՄՆ-ի հետ, մյուսի ինչ որ հարցերում կարող է եւ չունենանք։ Հիմա Ռուսաստանի նախագահը ինչ էր ասում։ Օրինակ մարդ ասեց, չէ, ռուսական անձնագրերով հարց բարձրացրեց, որ ռուսական անձնագրերով մարդիկ են կլինի մասնակցեն ընտրություններին, վարչապետը պատասխանեց ոչ չի, այսինքն եթե իրանք դա համարում են հակառուսականություն, ոչ թե ռուսական անձնագրով, այլ օտար անձնագրով։ Ասում եք, հիմա վաղը որ Կիպրոսի նախագահն էլ այդ հարցով զանգահարի, ասի կլինի Կիպրոսի անձնագրով մարդիկ մասնակցեն, այդ նույն պատասխանն է հնչելու, բայց դες չի բխելու, որ մենք հակակիպրական քաղաքականություն ենք վարում։ Քաղաքական ուժի մասին խոսեցիք, շարունակվում են հայտարարությունը հակակոռուպցիոն կոմիտեից ընտրակաշառքների վերաբերյալ, իմիջայլոց քաղաքական ուժը գտնում է, որ դրանք մոնտաժված են, իրականությանը չհամապատասխանող ձայնագրություններ կամ հայտարարություններ են։ Բայց իրենք նաև հաստատեցին, չէ՞, որ եղել են ռուսացույցի հետ կապված ասի, որ դա ասում են մոնտաժված է, կոնտեքստից կտրված է եւ այլն, այսինքն դրանք ընտրակաշառքներին չեն վերաբերում։ Եվ նաև քաղաքական հետապնդումների մասին են ենք խոսում, կմեկնաբանեք։ Լսեք, անսահմանափակ, գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներով ուժ է ամբողջ քաղաքում իրենց պաստառներն են, ամբողջ։ Բայց դա նշանակում է, որ Facebook-ը բանը բացում են, Facebook, YouTube, որ ալիքը բացում են, իրենց գովազդն է։ Մեր գովազդից շատ է իրենց գովազդը, որ հեռուստա ալիքը բացում են, իրանք այնտեղ նստած են։ Այսինքն ի հավելում են դրա կներեք, ասել, որ ինչից են բողոքում, որ իրանք չենք թողնում ընտրակաշառք բաժանել, թե իրանք չեն բաժանում ընտրակաշառք։ Իրենք ասում են, դա եթե չեն բաժանում, թող հերքեն, բայց են չեն հերքում։ Ասում են դա այն չի, այն գումարը նրա համար չէ, այն գումարը նրա համար չէ։ Չէ, հերքում չի, որտեղ նախընտրական շրջանում ընդհանրապես չի կարելի։ Ընդհանրապես նման տարընթերցումներ թույլ չտալու համար չի կարելի ոչինչ նվիրել պոտենցիալ ընտրողին, ոչինչ։ Հերոստացույց էլ չի կարելի նվիրել, նույնիսկ ծննդյան առիթով, այն չասած որ ծնունդը վաղուց անցել է եւ նորը դեռ չէր եկել։ Օրեք կազմակերպում, իրականացնում եք համերգ, իրենք էլ թող կազմակերպեն։ Իրենք էլ, եթե համերգը անվճար է, ճիշտ է, տեսեք, ընտրակաշառք տալու եւ ընդհանրապես կաշառք եւ ընտրակաշառք տալու եւ վերցնելու առանձնահատկությունը որն է, որ պետք է լինի պայման, այսինքն ընտրակաշառք տվողը եւ վերցնողը պայման են կապում, ասում ես քեզ տալիս եմ այսքան գումար, պայմանով որ դու ընտրում ես այսինչ ուժին, այդ պայմանավորվածությունը պիտի լինի, հա։ Հիմա համերգ են կա, թող իրենք էլ այդ համերգը կազմակերպեն։ Ով ինչ որ դիմել են համերգ կազմակերպելու քաղաքապետարանը, չի թողել, դա անվճար համերգ է։ Մարդիկ գալիս են այդ համերգին, այդտեղ մենք ինչ գիտենք, այդ մարդիկ մեկը այս կուսակցությանը կընտրի, մեկը այն կուսակցությանը, դա պայման մենք չենք այդ 30,000 մարդու հետ հո այդ հրապարակի մուտքի մոտ մարդիկ կանգնած չեն ասեն դուքում եք ընտրելու, այ ով որ ընտրելու ամես թող մտնի համերգին, ով չի ընտրելու, իսկ այնտեղ այդ ձայնագրությունը մեջ ենք այն ասում այսքան փող են տվել, նրան տվեցի 100,000, նրան տվեցի հետո ասցի ինչի է սպարտիվկով եկել, գնա քեզ շալվար, արլիկը շալվար եւ չեմ ուզում խորանամ այդ բանի մեջ, բայց դրանք ակնհայտ նախընտրական ցույցերի ծախսերի մասին են այդ խոսակցությունները, որոնք խստիվ կարգավորվում են։ Հիմա մենք էլ ենք, չէ՞։ Մենք էլ ասենք ավտոբուսով շրջում ենք եւ այլ մեկ դրամ անգամ չի ծախսվում պետական որևէ ռեսուրսից։ Մենք ունենք էլի նախընտրական հիմնադրամ, այնտեղ մենք կատարում ենք նվիրատվություններ, այդ հիմնադրամից թափանցիկ փոխանցումներով եւ լինի ավտոբուս, լինի, չգիտեմ, պաստառ, լինի սա, լինի նա, սրա մասին է խոսքը, ասենք կներեք, թող օրենքի շրջանակներում կատարեն իրենց քարոզչությունը ու նման խնդիրներ չունենան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Արման Եղոյանն էր, կհանդիպենք։